Ծաղիկներն արդեն բացվում են։ Գեղեցկուհիները թեթև քամի է, բայց տաք է։ Մտածում եմ հողը այստեղ փոխվի ամբողջությամբ, բայց ոչ էլ դրա համար այդքան ժամանակ կա, որովհետև այս հողն էլ պետք է հանվի, դա էլ մի խնդիր է, թե ուր տարվի, թափվի։ Սա անվճար թափել չի լինի, պետք է փող տանք, որ թափենք։ Անայք վարդը ինչ լավ է այստեղ, տեսնում եք։ Սիրուն արդեն աճում է, սա պետք է շուտ արվեր, որ արվեր, հիմա արդեն աճում են, կանաչում են, հիմա դուրս չի հանվի, ափսոս էլ է հանելը։ Այստեղ էլ սրանք էլ սիրուն ծաղիկներ են, աճում են, այս սրանք կարելի էր փոխել, ուղղակի այս հող թափելը մի մեծ խնդիր է։ Տեսեք, սա էլ է աճում արդեն, կանաչ բողբոջները դուրս են գալիս։ Ժողովուրդ ջան, բարի լույս։ Ոնց տեսնում եք, տանն եմ, տրամադրությունս բարձր է այսօր։ Դե որ տանն եմ դրա համար։ Չնայած այս մի օրը տանն եմ, ուրբաթ օրը, բայց արդեն ուզում եմ գործի գնամ, այս ոնց եմ սովորել։ Երևի իմ կոլեկտիվին եմ էլի այդպես սովորել, չնայած այդ շատ մարդիկ որ գալիս են, այդ շատ մարդկանց հոսքին եմ սովորել։ Լավ է էլի, չգիտեմ։ Լավ է երևի շատ մարդկանց, շատ մարդ տեսնելը, շփվելը։ Ինչ որ է տանն եմ, արևոտ անուշ եղանակը, մարզվել եմ, մարզանքը դնելու եմ, դուք էլ նայեք, այդքան ասում էիք, հարցնում էիք պարանոցի օստեոխոնդրոզի համար, մեջքի համար եւ այլը, ասեմ, որ ինձ էլ էի նախորոշել պարանոցի օստեոխոնդրոզ ունեմ, օստեոխոնդրոզա չգիտեմ, վերջը ինձ էլ էին ասել, որ ունեմ դեռ, չգիտեմ, 10 տարի, 15 տարի առաջ, ես էլ ընկել էի ծանր մտածմունքների մեջ, մտածում էի, վայ, սա երևի ինչ որ վերջն է, դատավճիռ է, ինչ է, այս ինչ է, բայց չէ, ժողովուրդ ջան, մարզումներով այդ ամեն ինչը կարողանում եմ լավացնեմ։ Այսինքն հիմա այս որ արեցի, այս վարժությունները հիմա որ կդնեմ դուք կնայեք։ Այս սրանք հենց իմ այդ պարանոցի, այդ օստիտի, այդ ողնաշարի, օստեոխոնդրոզի ու ամեն ինչի համար ինքան լավ լուծում եղավ, ինքան լավ օգնում է։ Ես չգիտեմ, ես նախորդ չեմ պարանոցս նկարել, որ ձեզ ցույց տամ, դուք համեմատեք, զգաք, բայց ես տարբերությունը զգում եմ, շատ եմ զգում այս մասը, նախ շատ ոնց որ ուռած լիներ, դե չնայած իհարկե այդ գերությունից էլ է, բայց գեր լինելուց, գերություն չմտածեք գերի եմ ժողովուրդ ջան, այդպես աշոտի ձեռը էլի գերի, չէ, գերի չեմ, կամ էլ Բելգիայում գերի, սա հումորի կարգով, ինքան լավ օգնում է, ինքան լավ այդ վարժությունները ինձ օգնում են, այնպես որ խորհուրդ կտամ, օրական ընդամենը 10 րոպե, ես էլ եմ 10 րոպե անում, այդ մի վարժությունը, իհարկե ես ընդհանուր կես ժամ անում եմ առավոտները, այն մեկը ուրիշ է, այն էլ մի օր կդնեմ կնայեք, ոչ թե կնայեք, այլ դուք էլ կանեք, ուղղակի որ այդքան ասում եք, դրա համար նկարել եմ, ուրեմն ինչ եմ ուզում անեմ, քանի որ մեր Աշոտը ուզում է դուրս գա ծխի, ես էլ ուզում եմ բրոկոլիով մի համով բան սարքեմ ուտելու ու երևի մեկ էլ բան կանեմ, սառած ոլորով, կանաչ ոլորով, բայց մինչև այդ, ուրեմն սրանք համեմունքների մեջից հանեցի, մի րոպե ակնոցներս բերեմ, չէ, այստեղ են ակնոցներս, սրանք հայկական խանութից էի առել, բայց տեսնեմ ժամկետի մեջ են թե չէ, սա չորացրած թարխունա, հոտը վատ չի, բայց ահագին ժամանակա ունեմ, ես էլ չգիտեմ թե ինչի, երևի առել եմ, որ ուղղակի օգնեմ էլի, այսպես մեր հայ բիզնեսի տերերին օգնեմ, չգիտեմ էլ ումնա, աղրիկ, ճիշտ եմ կարդում, աղրիկ, չգիտեմ,
չգիտեմ ինչ պետք է կարդամ։ Ժողովուրդ ջան, ուրեմն մի րոպե ուզում ժամկետ գտնեմ։ Ցավոք ոչ մի ժամկետ չեմ տեսնում։ Product of Armenia դա հերիք էր ինձ, որ առնեմ սա։ Հա, չէ, կներեք, գտա, ժամկետը գտա մինչև այս 25 թվականի նոյեմբերի 28-ը, այսինքն դեռ կարելի է պահել, բայց այդպես չեմ էլ օգտագործել։ Այս մեկն էլ Ռեհանա, էլի նույն ֆիրմայի, այս կարամ հլը օգտագործեմ, այնպես որ առայժմ այս երկուսը կմնա, բայց այս մեկը հաստատ թափելու եմ, սա քրկում է այս մեծամանով, չգիտեմ էլ ինչի եմ արել, սա ժամկետը արդեն հիմա այս մարտին ասնում է, այնպես որ այս մեկը թափելու եմ, այսքան շատ անտեղի առել եմ։ Փոքր ամաններով շատ ունենք, ամեն մի համեմունք չի որ լավ է, ես էլ ճիշտ ասած սա առել էի, ոնց որ արաբական բաներ էին վաճառում այդ խանութում, մտածեցի սրանց համեմունքը լավը կլինի, բայց ամեն դեպքում ինչքան աչքս տեսել է առել եմ, դրա համար էլ հիմա չեմ հասրել այդքան օգտագործեմ, այս մեկը կթափեմ։ Առավոտից նախ մարզվելուց հետո ադմինիստրատիվ գործերով էի։ Ձեր տանը դուք եք այդ ադմինիստրացիան ձեր վրա է, Երանի մեր տանը դա աշոտնաներ, ես չզբաղվեի դրանով, արդեն հոգնել եմ այդ թղթային գործերից ու զանգերից։ Ինչևէ պետքա զանգեի, երկու տեղ զանգեի, մինչև զանգելը դե բնականաբար, որ կարողանամ ասելիքս լավ հոլանդերենով ձևակերպեմ, մի հատ թարգմանում եմ, մի հատ նայում եմ, ամեն ինչ նշումներ եմ անում, ամեն ինչը նշում եմ, հետո միտեղ զանգելուց առաջ պարտադիր պետքա մեր ինչա կոչում հայերեն ռեգիստրը նոմերը, ինչևէ պետքա այդ մեր անձնական տվյալների համարը ասենք, որ իրանք արագ այդ համարով մեզ գտնեն, մեր դոսիեն գտնեն ու մեր հարցերին պատասխան տան։ Նախ զանգեցի մի տեղ, առաջին տեղը, այնտեղ կարողացա ինչ-որ իմ հարցը տվեցի, պատասխանը ստացա, շատ ուրախ եմ պատասխանը, որ ունեցա, էլի արդեն իմ համար, որովհետև այդպիսով պարզ եղավ արդեն, այդ մի հարցին լուծում տվեցի։ Հետո զանգեցի մեր արմիություն այնտեղ էի ուզում հանդիպում, նշանակեի այնտեղ էլ հանդիպումը արեցին, բայց մնաց մյուս ուրբաթ օրը նոր արեցին, որովհետև այն մյուս օրերին, ասենք կարայի գնա 3 շաբթի կամ 5 շաբթի, բայց այդ օրերին ես եմ գործի, ինձ հարմար չի, առավոտ գնամ, ճիշտ է տեղը մոտ է, բայց հարմար չի, որ ստրես է, որ ասենք գիտեմ գործ եմ գնալու, մի հատ արագ գնամ մի տեղ կամ հետո գործի գնամ, դրա համար ասեցի հաջորդ ուրբաթ իմ ազատ օրը, դա էլ եմ ուրախ, այդ էլ հանդիպումն արեցի, այդ կարևոր երկու զանգերն արեցի, օրը երկար է, շատ անելու բան կա, հիմա արագ ուրեմն բրոկոլին եմ նախ ուզում երևի աղցանք սարքեմ ու կանաչ ոլորով տակ ինչ-որ գարնիեր խավարտենք ասում հայերեն, դա կսարքեմ ու այդպես անցնենք առաջ միասին։ Քսենիա վիտամին D ես արտադրում։ Թռչուններից եմ նա լսել։ Քսենիա, լողանում ես։ Տեսնում ես ինձ սիրուն եղանակը, հա։ Տեսեք ինձ սիրուն կանաչ աչքեր ունի։ Շատ մաքրասեր տղա է մեր Քսենիան, շատ։ Քսենիա։ Հիմա ուզում եմ ժողովուրդ ջան, այս բրոկոլին ամեն առևտրի ժամանակ բրոկոլի էին դառնում, համ արագ ինչ-որ բան սարքվում, համ էլ շատ առողջարար, համ էլ 1.50, իսկական հարմար սննդամթերք։ Հիմա ժողովուրդ ջան, սա պետքա բան անեմ, մանրեմ մի քիչ, լցնեմ աղաջրի մեջ, մի 15 րոպե թողնեմ, հետո պետքա ուղակի, ոնց որ կարելի է նաև շոք է խաշել, բայց ես արագ մի հատ կմցնեմ եռացող ջրի մեջ, մի րոպեով ընդամենը, ու կհանեմ, մի հատ սառը ջրի տակ կպահեմ, ու արդեն ընդամենը վրան գազար եմ քերելու, թարմ գազար։ Համեմունքն է պետք է ավելացնեմ ու վերջ։ Հիմա արագ մանրեմ,
գլուխներ են, հա, մեծ չի իրականում, մի անգամ ուտելու բան է։ Այս արևոտ եղանակին մարդ չի ուզում տուն մնա։ Պետք է գնանք մարզվենք էլ այսօր Աշոտի հետ, բայց հիմա այնքան որ տանեմ չէ լինում, այնքան բան եմ պլանավորում, այնքան բան, հետո մտածում եմ ինչքան լարվածություն եմ էլի ես իմ համար ստեղծում, բայց դա էլ է հետաքրքիր, որովհետև այն որ ասում քանի դեռ միտքը զբաղված է, ուրեմն կյանքը հետաքրքիր է։ Սիրում եմ, ես էլ բնույթով պլանավորող մարդ եմ, սիրում եմ, որ ամեն ինչը նախորդ պլանավորեմ, այդպես սպոնտան չեմ վերջնում մի բան անում, ամեն ինչը պլանավորում եմ։ Այսպես հիմա մի քիչ կմարեմ այս, ժողովուրդ ջան, երեք այնքան, այսինքն մենակ երեք չէ, այս երեք օր որ աշխատեցի, արձակուրդի օրերին, չէ, դպրոցում ասեցի արձակուրդներ եմ, էդ ինչքան մարդ է գալիս մեր խանութ, էդ ինչքան առևտուր են անում, շատ երեխաների համար են շատ առնում, իրանց համար են շատ առնում, շատ ու մեծ, ասենք, մեծ առևտուր են էլի անում։ Մեր խանութում էլ ախր այնքան սիրուն բաներ կան։ Շատ բան դե մենք էլ աշխատողն այս տեսնում ենք ուզում ենք։ Երևի հարմար տեղ չի աշխատելու համար կանանց համար, որ շատ բան են տեսնում ուզում։ Հատկապես այդ հոմբաժին ունենք, տան աքսեսուարները, ինտերիերի համար շատ սիրուն բաներ ունենք։ Ոնց որ գովազդ տանեմ, չէ մեր խանութի։ Այնպես եմ ասում մեր խանութը, ոնց որ իմ սեփական խանութն է, բայց դե որ աշխատում եմ, բա մերն է էլի։ Սա էլ դեն չենք նետում, ժողովուրդ ջան, սա էլ պետքա մի քիչ կկլպեն։ Այս բողկերը ես շատ եմ սիրում։ Բրոկոլին էլ, կաղամբինն էլ։ Այսպես շատ մանրել չեմ անելու, ուղղակի այսպես մի փոքր մանրեցի։ Աքսենյան պետք է դուրս գնա։ Իմ նոր բաժանորդները, ովքեր նոր եկել են իմ ալիքը գրել եք, պատահմամբ տեսել եք ալիքը, բաժանորդագրվել, կամ նրանք ովքեր հենց պատահմամբ նոր միացել են իմ ալիքին, բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը, ովքեր արդեն բաժանորդագրվել են ու դարձել են իմ ալիքի հետևորդ, բարի գալուստ, բարով եկաք իմ ալիք, շատ ուրախ եմ։ Իմ ալիքում տիրում է սերը, բարությունը, ազնվությունը, համերաշխությունը, ոնց որ հատուկ հավաքված լինեն այնպիսի մարդիկ, որ ինձ սրտամոտ են, հոգեհարազատ են։ Շատ ուրախ եմ, որ եկել եք իմ ալիք։ Կիսվում ենք իրար հետ փորձով, ես իմ խորհուրդներով ու կարծիքներով եմ կիսվում, լսում եմ ձեր խորհուրդները, ձեր կարծիքները։ Ալբերտի հետ ես գնալու Աշոտ։ Հա։ Ահա, սա կտրեցի, ժողովուրդ ջան։ Հիմա մի քիչ տաքով ջուր, շատ տաք չէ, մի քիչ գոլ ջուր եմ բացում ուղղակի վրա, աղը կցանեմ, թողնեմ մի 15 րոպե այսպես կմնա, մինչև ջուրը կերա ու մի թեթևակի կխաշեմ իմ աղը, սա յոդացված աղա։ Այսպես ժողովուրդ ջան, սա այսպես թող մնա։ Կարդացի, Լիզա ջան նայում ես, գրել էիր հարցից չես պատասխանել կապված շաբաթ կիրակի խանութները, որ փակ են այստեղ բան, պատասխանել եմ Լիզա ջան, ուրեմն այդ մի վլոգս չես նայել, պատասխանել եմ։ Արդեն այնտեղ ասել էի, էլի, որ շաբաթ կիրակի, դու գրել էի շաբաթ կիրակի խանութները փակ են, բա աշխատող մարդիկ ոնց պետք է անեն, որ սնունդ գնեն, հագուստ եւ այլը, շաբաթ օրերը բաց են խանութները, Լիզա ջան։ Մենակ կիրակի օրերն են փակ, մեր մոտ Բելգիայում խանութները շաբաթ օրերը աշխատում են, բոլոր խանութները աշխատում են։
Այնպես որ աշխատող մարդիկ շաբաթ օրը կարան գնան առևտրի, իսկ աշխատանքային օրերին էլ սուպերմարկետներ մինչև 7-8 բաց են։ Էլի գործից հետո մտնում են։ Տեսել եմ, շատ եմ տեսել, որ գործից հետո այդպես անգամ են բանվորական շորերով, կեղտոտ շորերով, ներկոտ շորերով գալիս են առևտրի։ Այնպես որ Լիզա ջան, պատասխանել էի։ Հիմա հուսամ ես մի բլոգը կնայես, չես մտածի, որ Սվետլանան հարցից չի պատասխանել։ Ջուրը միացնեմ, թող եռա, արդեն լցրել եմ կաթսայի մեջ։ Նախորդ անգամ հարցերին որ պատասխանեցի, ասեցի, որ հարցերի մի մասին եմ պատասխան, որտեղ երկար էր ստացվում վլոգը, հարցրել եք միջինը տանգները կամ ինչ գներից են սկսվում տների վարձերը։ Տարբեր տեղերում տարբեր գներ են, մեր քաղաքում կարամ ասեմ, մեր քաղաքը մոտ 65,000 բնակչություն ունի, վարձերը նախկինի համեմատ հիմա բարձրացել են, որովհետև այս պատերազմի պատճառով շատ Ուկրաինայից մարդիկ եկան, բնականաբար դրա համար բարձրացան վարձերը, բայց եթե լավ նայեն 750 եվրոյով էլ կգտնեն, ասենք, բնակարան, նայած, միջինը կարամ ասեմ, որ 1200 եվրո, դա արդեն կախված է տան վիճակից, կախված է տան տեղից, ասենք, Բրյուսելում ուրիշ կինա, Գենտում ուրիշ կինա, այս փոքր քաղաքներում ուրիշ կինեն, բայց ամեն դեպքում ավելի շատ կախված է տան ընդհանուր վիճակից, քան թե տեղից, էլի, ավելի շատ տան վիճակից։ Օրինակ իմ ընկերուհին սեփական տունը վարձով է տվել, մեծ տուն է, բայց 6 հատ ննջասենյակ մենակ ունեն, անցյալ տարի տվեց 1250 եվրոյով Գենտում, լավ էլ տեղ է, ասենք, կենտրոնոտ այդպես տեղ է, էլի, կենտրոնին մոտ տեղ է, 1250 եվրոյով վարձով տվեց, այն բանով պայմանագրում նշեց, որ հաջորդ տարի, այսինքն այս տարի 50 եվրո պետք է վարձը ավելանա, 1300 դառնա, բայց դե այնպես տարբեր է, օրինակ, եթե բան են, ուսանողական սենյակ են վարձում, կարող է 400 եվրով էլ կարողանան վարձեն 400-450-ով, եթե տան մեջ առանձին այդպես սենյակ են վարձում 600, 500, 600, 700, ամեն ինչ տարբեր է, հիմա ես այսպես ընդհանուր որ ասեմ, մեր ծանոթը հիմա այս վերջերս 750-ով տուն է վարձել, մարդիկ կան, որ արդեն վաղուց են վարձել 550-ով, 600-ով, այդպես էլ մնում է վարձը, կային մարդիկ, որ այդքան էժան վարձել են, բայց բարձրացրին վարձերը, պայմանագիր ասենք 3 տարով է լինում, հետո փոխվում է պայմանագիրը, տանտերը փոխում է չափը վարձի։ Հիմա օրինակ ավելի ձեռնտու է, եթե օրինակ մեր պարագա, մեր տունն ասա, մենք ընդամենը մուծում ենք ամսական 800 եվրո, շատ ավելի ձեռնտու է, քան եթե մենք հիմա ուզենանք ինչ-որ տուն վարձենք, մի քիչ ավելի կամ մեծ, կամ վերջը ուրիշ տեղման, շատ թանկ է լինելու 1200-ից էժան չեն կարողանա վարձենք, դրա համար այս պարագայում, ասենք, հիպոթեկը ավելի էժան է լինում, քան վարձով տունը։ Իսկ այնպես, եթե ընտանիք է վարձում, ուրեմն մի քիչ ավելի սենյակներով կվարձի, ուրեմն ավելի բարձր գնով կվարձի, չնայած կարող է մի սենյակ ամուսել այնքան շքեղ, լավ նոր վերանորոգված լինի, որ էլի 1200-ով, 1300-ով հազիվ վարձեն։ Շատ են վարձող տների պահանջարկը շատ է, որովհետև իրոք հիմա շատ որ եկան Ուկրաինայից, այստեղ մի քիչ ոնց որ շատ եմ կարդում հայտարարություններ, փնտրում ենք վարձով տուն, տարբեր է, գները շատ տարբեր է վարձով, ուղղակի պետք է երևի լավ ուշադիր նայել, մեկ էլ կարող է պատահական մի քիչ էժան, հատկապես եթե տանտիրոջը շտապ պետք է լինում, որ տունը վարձով տա, մի քիչ էժան կարող է մի 800 եվրով, 900 եվրով հնարավոր լինի վարձել։ Ուսանողական տեղերում, օրինակ, եթե ուսանողական քաղաք է, ոնց որ Գենտնա, Կորտրեիքն ավան, այնտեղ 650-700 եվրո, բայց սենյակները մի սենյակ, ասենք մի սենյականոց է ու ընդհանուր խոհանոց, ընդհանուր զուգարան բաղնիքով։ Օրինակ մի մեծ տուն է, 5-6 սենյակ առանձին այդպես վարձով է տված,
5 կամ 6 ապրողա ու բան են ընդհանուր խոհանոց բաղնիկ սուքան են օգտագործում։ Այս ընթացքում սպասում եմ, որ ջուրը եռա, չեմ մոռացել, որ բրոկոլին պետք է սարքեմ ժողովուրդ ջան։ Մի քիչ էլ ուժեղացնեմ։ Այդպես սիրելիներս, ծաղիկներս դեռ շատ սիրուն պահպանվել են, այսպես Քսենյան, այս հալսում եք մլավում, այս արևոտ եղանակին միշտ այսպես անհանգիստ է։ 14 կամ 15 աստիճան է մեր մոտ, ես այսպես ամառային բանով եմ այսօր ներկայացել, որովհետև մարզվել էի, շոկել էի դրա համար։ Ինչ էի ուզում ասեմ ժողովուրդ ջան։ Հիշում եք, որ մի օր ասեցի մատրասի համար, մատրասը ծածկելու համար այդ հատուկ սավաններ չեն, մի քիչ հաստ որ մատրասի վրա գցում են։ Դրանցից էին մեր խանութում ստացել, վերցրել էի մի հատ, մի քիչ փոքր եղավ։ Հիմա գործի ժամանակ երեք պատահմամբ որ գնացի այդ բաժին, տեսնեմ մի հատ դրած է այդ նույն չափը, ինչ որ ինձ պետք էր, 1.80 էր պետք։ Ասի, ու ես էլ գործի մեջ եմ, չեմ կարող գործի ժամանակ առնեմ, ինչ չանեմ, ուրեմն տարա պահեցի, ոնց որ գիտեն խանութի աշխատողներ ոնց են անում, տանում միտեղ պահում են, ես էլ տարա միտեղ պահեցի, հետո աշխատողներից իմ գոլեգաներից մեկը, որ գործը շուտ էր վերջացնում, գնացել եմ իմ բանկի քարտը բերել եմ, տվել ինքը իմ համար է տարել է։ Այդպես առա, որովհետև չի կարա պահեի, մինչև հաջորդ օրը ես գնայի, մի տեղից կհանեն, տեսնեին կհանեին հաճախորդները, կամ էլ չէ, հենց մեր աշխատողները, որ բաժինները բան են անդասավորում են, հավաքում են, տեսնեին կտանեն նորից իրա տեղը դնեին, դրա համար այդպես հարմարացրի։ Հիմա ուզում եմ այդ փորձեմ տեսնեմ ոնց կլինի, հիմա չափը լավ կլինի։ 1.80-ը, որովհետև մատրասը 1.60-ը, պետք է մի քիչ մեծ լինի, որ այդ անկյուններից քաշվի ու լավ հագնի լավ։ Համ մաքուր է, հնարավոր է հանել, լվացնել, համ մի քիչ ոնց որ փափկացնի ավելի մատրասը, չնայած մեր մատրասը լավն է, համ տաք է, վերջը լավ բան է։ Ամենակարևորը որ հնարավոր է հանել, լվացնել։ Հիմա ջուրը լավ եռում արդեն, բրոկոլին կդատարկեմ, շատ կարճ ուղղակի այսպես բան կանեմ, իհարկե շոկի խաշել եմ ասում, ամենահարմար տարբերակն էր, բայց ես որոշեցի այսպես ուղղակի մի րոպե ուղղակի այսպես խաշեմ ու քամեմ։ Ծածկենք։ Ժողովուրդ ջան, մինչև բրոկոլին մի թեթև խաշի, մի թեթևակի ուղղակի, այսպես, այդպես կրտկրտան ենք սիրում։ Աշոտը նախկինում այդպես չէր լուտում, բայց հիմա լավ է, այնքան ենք ասել առողջարար լավ է, որ արդեն ինքն էլ է սկսել ուտել։ Մի րոպե դա մնա, գազարը այդ ընթացքում կմաքրեմ։ Հյութ պատրաստելուց գազարը ոչ էլ մաքրում եմ, այդպես մաքուր լվացնում եմ ու այդպես եմ սարքում։ Կախված է գազարի վիճակից, թե ինչ տեսակ գազարը մաքուր է, մաքուր չի, լավն է, լավը չի այդ կեղևը։ Գազարի հյութը գիտեք չէ ինչքան լավ է, եթե 10 օր գազարի հյութ սարքեք ու խմեք, օրը 2 անգամ, ասենք օրական 2 անգամ, առավոտ ու կեսօրին 100 գրամ, այդպես 100 գրամ ու մի քիչ ջուր խառնած։ Ահա բրոկոլին արդեն անջատում եմ։ Շատ լավ կոգնի, այդ տեսողության համար շատ լավ կոգնի։ Շշերն են հավաքում, այսօր շշերի օրն է դուրս էինք դրել, ես էլ մտածում ես ինչ աղմուկ էր։ Այս քամեմ ժողովուրդ ջան, մի հատ սառը ջուրը այսպես կպահեմ։
Կարելի է նաև սառը ջրի մեջ սառը զսնել ու դատարկել, համել ու դատարկել մեջը, բայց ես այսպես կանեմ, այդքան ժամանակ չունեմ։ Արագ աղցանա։ Ես իմ բրոկոլին։ Մինչև քանվի, ես էլ գազարը քերի 4 անցկացնեմ։ Շշերը անվճար են հավաքում։ Տեսնում եք, ծրի բաներ կա այստեղ։ Ի տարբերություն են մյուս աղբերի։ Այս ափսեի մեջ էլ միանգամից կշարքեմ իմ աղցանը։ Այս ափսե շատ եմ սիրում, տղաս որ պետք է գնար, ուսանող էր, պետք է գնար իր ուսանողական քաղաքը ապրելու, ասեցի, ինչ աման ուզում ես, դու քո հետ վերցրա, ինքը սկսեց ջոգել, թե ինչ տանի իր հետ, այս ափսես էլ տարավ, սրա էսի շատ էի սիրում, տարավ հետո սպասում եմ, որ էլի առանց կոտրելու հետ բերի, չնայած կարող եմ զարնել, բայց ամեն դեպքում ոչ է նա առնի, որ առնի, մտածում եմ կարող է ինքն էլ իր մոտինը բերի, բայց այդքան ինչ եմ անել, ուր պետք է դնեմ։ Քերիսն էլ բերեմ, արագ, ուրեմն սա քերում եմ, երևում է, չէ, ուզում եի կամերան իջացնեի, բայց ընդամենը գազարն եմ քերում։ Այդպես մտածում եմ մի հատ էլ եք ափսեից առնում, հետո ասեցի, չէ, բավովենել տեղի հետո գնելու տեղի խնդիր կա, դրա համար բերեց իմ տնին չէր կոտրել։ Էժան են, ամանները էժան են, թանկ չէ, Իկեանում շատ սիրուն ամանեղեն կա, ամեն տեսնելով մարդ ուզում է փոխի, այս վերջին իմ առած ափսեները օրինակ շատ սիրուն էին, էլի այս տեսակին ուղղակի նրանք ավելի նուրբ են, էլի, հիշում եք, չէ, այս ափսեները, շատ նուրբ են, ու մեծերը, շատ հաճույքով օգտագործում ենք դրանք, 2 հատ գազար եմ գցել մի հատ բրոկոլին ավելացնելու 2 հատ, այդ աշխատանքային օրերին իրոք չեմ հասցնում, որ նկարեմ ժողովուրդ ջան, պատկերացնում եք, չէ, անդադ նույն երթուղին ա գնում գալիս էր, հարցրել եք ինչքան ա տևում ճանապարհը, պատասխանել էի, տեսել էիք, ժամ ու կես ամենակիչը գնալը, ամենակիչը, այդքան էլ երկրալը, օրինակ երեք գնաց չեղավ, գնացի այս Աշոտը տարավ կայարան, այսինքն ես ինքս ինձ տարա մեքենայով, Աշոտը ետ եկավ մեքենայով, գնացքը չեկավ, սկզբում ուշացում գրեց, մտածեցի կարող է հիմա ուշացում է, հետո չգա, ու իրոք այդպես էլ եղավ, շուտ կողմնորոշվեցի, գնացի ավտոբուսով գնացի գենտ, հետո ճանապարհի կեսից ահագին գնում է ավտոբուսը, երևի մի կես ժամ ավել ու բանը, արդեն այդտեղ ուրիշ քաղաք է, այդտեղ կարամ այդտեղ իջնեմ ու տրամվայով գնամ, այդտեղ սկսվում է տրամվայի գծերը, այդտեղից է էլի գծած ոնց որ, այդտեղ իջա տրամվայով գնացի։ Նույն ձև էլ իրիկուն էլի տվեց, որ տուն պետք է գայի, գենտի կայարանում էի Սինտ Պիտերսում, այնտեղ տվեց բոլոր գնացքները ինչ որ խնդիր կար, երևի գծերի վրա ինչ որ բաներ եղել, բոլոր գնացքները ուշացում են տալիս, իմ գնացն էլ, նախ տվեց 5 րոպե, հետո 6, հետո 7, հետո ավելացավ, ասեցի չէ, սրա հույսով ես չմնամ, կարող է չգնա, ինչ պետք է անեմ այս ուր ժամին, նայեցի ավտոբուսը մի քանի րոպեից շարժվելու էր, վերջին ավտոբուսը, այսինքն եթե դրան էլ չհասցնեի, ավտոբուս չկար, ստիպված, պետք է սպասեի հաջորդ գնացքի ինչպես գնալու դրանով ծայրի։ Այդպես արագ գնացի ավտոբուսի կանգար, դեպ կայարանը մեծ է, համ գնացքի բաներն են, գնացքներն են այդտեղ գալիս, համ ավտոբուսները, համ տրամվայները շատ մեծ է, հիմա էլ սարքում են, լավ սարքում են։
Գնացի ավտոբուսով եկա, վերջի ավտոբուսը վերջի տուն եկա։ Այնպես որ մեկ-մեկ պատահում է ժամուկեսից էլ եմ ուշ գալիս հասնում։ Չէ, սիրունափսես փոքր է, ժողովուրդ ջան, պետք է մեծի մեջ դատարկեմ։ Մի քիչ ոնց որ շատ եղավ։ Չեմ կարողանում խառնել, մի հատ մեծ ահամ բերեմ։ Այս սրա մեջ դատարկեմ, այս փոքր կնի։ Հիմա մի քիչ էլ երևի մի քիչ էլ կանաչ կարելի ավելացնել, հետո նոր համեմունքները մնացած։ Այն լվացնում եմ, այս որ շատ կանաչի է լինում, չէ, թարմ կանաչի, այս լավաշի տոպրակը։ Սրանով եմ դնում ու երկար մնում է, ժողովուրդ ջան, այդպես օգտագործում եմ։ Այն իմ հին հետևորդները հիշում են, չէ, որ ես սառացնում եմ։ Այդ սառացների կեսը օգտագործել եմ, կեսը մնում է։ Այդպես չի լինում էլի, որ թողնենք վերջանա թարմ կանաչին միշտ ունենք։ Այսօր իբր գնալու էինք Բրյուսել, ռուսական խանութ է, թե ուկրաինական խանութ է, չգիտեմ, այստեղ մի հատ Աշոտը մի նոր ծանոթ ունի, ինքն էր ասել, պետք է միասին գնայինք։ Այն էլ այդ տղաներեք ոնց որ գնացել էր ավտոբուսով, չէր սպասել։ Հիմա եթե այսօր զանգի կգնանք էլի, եթե չէ, ուրեմն չեմ գնա։ Եթե չէ, ուրեմն չեմ գնա։ Ինչ որ է, տեսնենք ոնց կլինի։ Այս բաներն էլ չեմ թափում, սրանք էլ չեմ թափում, էլի թողնում եմ կանաչուս մեջ, որ ապուրների բանի մեջ դա գցում եմ էլի։ Օգտագործում եմ դրանք ապուրների մեջ։ Հիմա մի քիչ ես մաղդանոս ու հանեմ, ասա, էլ կգտրեմ, ավելացնեմ բրոկոլիի վրա։ Կարելի է նաև եգիպտացորեն էլ լսել, բայց ես չեմ ուզում։ Եգիպտացորենն է գիտեք, չէ, ինչքան օսլայ է պարունակում։ Ես չեմ ուզում, հենց այսպես պետք է կանաչին էլ ավելացնենք, ժողովուրդ ջան։ Անուշ համեմի հոտ մեկավ, առնելու չի գալիս հոտը, բայց հենց կտրում եմ գալիս է, էլի եմ ասել։ Սա մի կողմ թողնենք, մի բան սարքելուց հետո բանա չէ, ամբողջ խանութը թափում խառնում ենք իրար, բայց ոչինչ։ Թափողնել ենք մենք, հավաքողնել ենք մենք, այնպես որ խնդիր չկա։ Այս մեր գազին էլ մի հատ կտնում ենք, սկսում է այդպես աղմուկ անել։ Հիմա ժողովուրդ ջան, աղ կավելացնեմ, շատ աղել չեմ ուզում անեմ, սև պղպեղ կավելացնեմ, այսպես, մի քիչ երևի կամերան իջացնեմ, չէ, այսպես իջացնեմ, որ տեսնեք, համ էլ տեսնեք ինչ քաոս ինձանից հետո սարքեցի, բայց թե ոչինչ, բա գործ ենք անում, պետք է քաոս էլ սարքենք։ Ահա, հիմա կավելացնեմ մի փոքր ձետ, մի քիչ էլ, գիտեք չէ, մի հոգին օրվա մեջ կարա մի ճաշի գտալ ձետ օգտագործի, եթե հատկապես, եթե ուզում է նիհարի։ Մի քիչ կավելացնեմ քացախ, ժողովուրդ ջան, աչքաչափով ամեն ինչ, ու բնականաբար կիտրոն։ Արդեն ունեմ կիսած կիտրոն, ու սա կավելացնեմ։ Կիտրոն շատ ենք օգտագործում, չափազանց շատ։ Մեկ-մեկ եկեղևնել եմ քերում աղցանների մեջ, մեկ-մեկ էլ հենց այսպես մենակ հյութ է։ Այսպես։ Սա թափեցինք։ Հիմա խառնեմ, տեսնեմ քացախը ոնց է։ Տեսակ ինչքան հեշտ ու արագ։ Արդեն
այս ճաշակի կարելի ավելացնել ինչ որ ցանկանաք, կարմիր պղպեղ կամ ինչ որ ցանկանաք, բայց ես ոչ մի ուրիշ բան չեմ ուզում, մենակ այսպես։ Ամենահասարակը ամենալավն է։ Ոնց որ բանը չէ, կանանց շպարվելուց էլի, ամենահասարակ, ամենահամես շպարվելը ամենասիրունն է։ Դուք ելեք այդ կարծիքին, որ Հայաստան էին գնացել ամառը անցյալ տարի, ինչն էր այսպես ուշադրություն գրավում, որ մեր սիրուն գեղեցկուհի աղջիկները շատ էին, շպարվելը ոչինչ, դե շպարվում են, հիմա թող շպարվեն էլի, բայց շատ էին միատեսակ դարձել, շատ, թե քթերը, թե շրթունքները լցրած, վայ, ժողովուրդ ջան, ես եմ հետամնաց, թե դուք եք մտածում, որ այդպես սիրուն չի, վայ աղջիկներ ջան, եթե նայում եք, իրոք հետ սիրուն չի, բոլորինը միատեսակ այսպես ուռած, կարողա ճաշակի հարցը, չգիտեմ, բայց ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Այստեղ անում են էլի, բայց բելգիացիները համարյա չեմ էլ տեսել, որ անեն, եթե անում են թուրքերն են, թրքուհիներն են շատ անում ու այդ բուլղարացի բանետ ազգերն են շատ անում, մի հատ համը նայեմ ժողովուրդ ջան, տեսնեմ քացախը լավ է, թե պետք է մեկ չել ավելացվի։ Շատ լավ է։ Մի քիչ երևի աղը պետք է ավելացվի ուղղակի։ Մի թեթե։ Այնքան լավ թարմ համ ունի։ Մենակ ինչ էի ասում, այդ բուլղարացիներ, թուրքեր, դրանք են շատ անում այդ շրթունքները լցնելը։ Սիրուն չի, կարծիքով, հետ սիրուն չի, բնականից սիրուն չկա, ինչ ուզում եմ լինի, բնականից սիրուն չկա, քիթը հասկանում եմ ժողովուրդ ջան, ես էլ մեծ սիրով կուզենայի իմ քիթը փոքրացնել, ասենք եթե քիթը մեծ է, կարելի է փոքրացնել, բայց շրթունքները, վայ, իսեր Աստծո, թողեք ձեր բնական գեղեցկությունը, կարող է 1000-ից մեկը ունի ինքան բարակ շրթունքներ, ուզում է մի թեթև լցնի, թողանի, բայց իմ համար այնքան բանը, որ չեմ տեսնում, մեր խանութում շատ եմ տեսնում, անգամ մեր աղջիկներից էլ են անում, ընդհանրապես ինձ դուրս չի գալիս, ընդհանրապես դուրս չի գալիս, չնայած իրանք ինձ ոչ չպետք է հարցնեն, որ անեն, ու իրանց համար կարևոր չի ինձ դուր գա թե չէ, ուղղակի ես իմ կարծիքն եմ ասում, երևի քննադատություն է, ես էլ կարող է ճիշտ չեմ անում, որ ասում եմ, բայց դե ամեն դեպքում կարծիքս եմ հայտնում, կարծիք կարելի է հայտնել ժողովուրդ ջան, կարծիք միշտ կարելի է հայտնել, բայց այնպես որ ուրիշ ինչը վիրավորել, երևի դա էլ քննադատություն է, քննադատության տեսակ է, չէ, որ ոչ մեկ չի ասում, ես ճիշտ եմ, դու սխալ ես, այդ ճիշտ ով է որոշել, ով ասել, այս ճիշտն է, այս սխալն է, ոչ մեկ չի ասել, ուրեմն այնքան կարանք կարծիք հայտնենք կամ քննադատենք, որ ուրիշին չվիրավորենք, քննադատել իհարկե կարելի է, ու շատ լավ է, որ քննադատում են, բայց քննադատությունը շփոթում են անձնական վիրավորանքի հետ, ասենք, մտածում որ մարդուն քննադատել նշանակում է կարան անձնական վիրավորանք հայտնեն, անձնապես վիրավորեն, Էդ էլ եղավ քննադատություն, այս որը դառնա ժողովուրդ ջան, այս բան չի, պետք է հասունանալ ապեք մի քիչ, իհարկե քննադատեք, բայց մարդուն չի կարելի վիրավորել, ասենք այդ որ ենթադրենք, ասում եք, իսկ ով որ խոսացածն է կոռեկտ, կներեք, բայց եթե ինչ է նշանակում կոռեկտ, նախ բառը երևի պետք է սովորեք, ինչ է նշանակում կոռեկտ, այդ բառը պետք է սովորել իմաստը, կոռեկտ, բառի իմաստը պետք է սովորել, հետո, եթե մարդը ինչ-որ բան կոռեկտ չի խոսում, կամ ընդհանրապես ոչ մի բանը կոռեկտ չի խոսում, բա ինչի եք այդ մարդուն լսում, մի լսեք, որ ձեր վրա չազդի օրինակ, բայց եթե ուզում եք քննադատեք այնպես, որ մարդուն անձնական վիրավորանք չհասցնեք, իսկ եթե ինչ-որ հարց ունեք մարդուն, կարող եք մարդուն այդ հարցը շատ քաղաքավարի կերպով ուղղել, օրինակ եթե YouTube-ի հարթակում եք ուզում հարց ուղղել,
մարդիկ միշտ կոնտակտի համար ինչ որ մեյլ կամ բան են գրում, կարող եք այդտեղ հարցը ուղղել այդ մեյլի միջոցով։ Այդպես ժողովուրդ ջան, այնպես որ քննադատել չի նշանակում մարդուն վիրավորել։ Ինչը որ շատ են անում հիմա հատկապես այս սոցցանցերում, TikTok-ում շատ եմ տեսնում, այնքան լավ հայեր, հայուհիներ հատկապես ունենք, այնքան սիրուն բաներ են խոսում, մեկ էլ դժգոհում են, ասում են ոնց են վիրավորում են հայերը, մտնում են այդ վիդեոների տակ ոնց են վիրավորում, ախր մի քիչ ինչ ասեմ, նախանձությունն է այդ, նախանձությունն է, չեք հավանում այդ մարդը ինչ է սարքում, ինչ է դնում, մի նայեք, չէ որ այդ վիդեոները YouTube-անում, TikTok որ դնում են, ինչ հասկացես նայում են։ Մի հատ նայեք այդ մյուս ազգերը ոնց են իրար բռնած, էլի այսպես, ես ինչ մի վիդեոներ էլ չի, բայց տեսես ոնց են գովում, ոնց են խրախուսում։ Այս մեր հայերեն փոխանակ պաշտպանեն, աջակցեն, թեկուզ դուրել չի գալիս, հեչ որ չէ լավագույն տարբերակը անտարբեր անցնեն, բայց չեմ մտնում են այնքան վատ բաներ են գրում։ Ինչի եք վիրավորում մարդկանց։ Նախանձությունից եք վիրավորում, գիտեմ, դուր չի գալիս այդ կինը ինչ է խոսում, մի լսեք, ինչ եք մտնում վատ բաներ գրում այդ մարդուն, այ քեզ բան։ Դիցի զարմանալի է ուղղակի ժողովուրդ ջան, ինչ եմ մի այսպես ասում, մի հատ շատ հաճելի կին կա, բանա, TikTok-ում վիդեոներ ա դնում, ես ինքս հաճույքով որ թերթում լսում եմ իրան, այդ դուր չի գալիս, մի անգամ այդ կինը դժգոհում է ասում, մտնում են ինչ ասես գրում են, բա եղավ, դուր չի գալիս, մի նայեք։ Սիրուն չի էլի, մի քիչ պետք է բաթխասիտ նոր այն ազգային, էլի բա մեր հայրենակիցն է, ինչ ուզում ա լինի, պետք է, եթե լավը չի դուրներից չի գալիս, գոնե լռենք, թողնենք անտարբեր անցնենք, ոչ թե ինչ որ վիրավորանքներ հասցնենք։ Ժողովուրդ ջան, այս աղցանը արդեն պատրաստ է, սիրուն համով բրոկոլիով աղցանը, հիմա պետք է սա անուշանենք։ Նաև հետը չգիտեմ ինչ, դեռ չգիտեմ ինչ, բայց ես սիրով բրինձ կուտեի հետը, թերևս բրինձ, դե որ ես այդ սիրով կուտեի, ուրեմն բրինձ, հիմա արագ բրինձ էլ կեփեմ, հենց այդպես սպիտակ, առանց որևէ բանի, ու կանցնենք առաջ։ Համ բրինձ սարքեցի, համ ձկի ֆիլե մի թեթևակի տապակել, համ էլ կանաչ ոլորը սիրուն համով սարքել եմ։